Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում Եվրամիության Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը նաև հաջորդ տարի։ Տուսկը, ով Լեհաստանի նախկին վարչապետն էր, լեհական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները անցած տարիներին աջակցել են իրեն Ռուսաստանի ռազմական ագրեսիային պատժամիջոցներով պատասխանելու հարցում եւ կարծիքի հայտնել, որ հունվարին դրանք հերթական անգամ կերկարաձգվեն եւս 6 ամիս ժամկետով։ Եվրոպական խորհրդի նախագահը միևնույն ժամանակ չի թաքցրել, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքը կարող է դժվարացնել հետագայում պատժամիջոցների երկարաձգումը։ Կարծում եմ, որ ընտրություններից եւ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ավելի դժվար կլինի պահպանել Արևմուտքի այդ միասնական աներկբա դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ։ Սիրիայի կառավարական բանակը, ինչպես նաև զինյալները տեսանյութեր են հրապարակում Հալեպի արևելյան թաղամասերում ընթացող մարտերից։ Կառավարական զորքերը հարձակումներ են իրականացնում հրետանու աջակցությամբ, զինված ընդդիմությունը պատասխանում է ականանետերով եւ հրթիռային կայաններից կրակ բացելով։ Իրավապաշտպանների տվյալներով զինյալները դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում քաղաքի արևելյան շրջաններից Շեյխ Սաիդի 1/3-ը, մնացած մասն անցել է սիրիական կառավարության վերահսկողության տակ։ Հալեպում Ասադի ուժերի վերջին հաջողությունները ամենամեծն են զինված հակամարտության ամբողջ ընթացքում։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ռուսաստանցի զինվորականներին եւ սիրիական կառավարական բանակին մեղադրում է Սիրիայում 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Սիրիական դիտորդական խումբը արձանագրել է օդային հարձակումների հետևանքով 440 խաղաղ բնակչի մահ, այդ թվում 90 երեխայի։ Հինգշաբթի օրը ավելի քան 200 իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ին գործում քայլեր ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Եվրոպական ոստիկանական գործակալությունը ահազանգում է Եվրոպայում նոր ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Եվրոպոլի հրապարակած նոր զեկույցի համաձայն Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորումը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, սակայն Եվրոպայում շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել բնակչության համար։ Վտանգը պահպանվում է եւ արդիական է հատկապես այն երկրներում, որոնք Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի կազմում պայքարում են Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։ 5, 4, 3, 2, 1. Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Բարաք Օբաման վերջին անգամ վառեց Սպիտակ տան Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը, կոչ անելով ամերիկացիներին տոնական օրերին չմոռանալ հիվանդներին եւ քաղցածներին, մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին։ Մտորելով իր նախագահության 8 տարիների շուրջ, Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական ճգնաժամից, պատերազմներից եւ ազգային ողբերգություններից կազդուրված երկիր է։ Ես իմ դիմաց տեսա բարի, անկոտրում եւ հույսով լի մարդկանց, ովքեր հոգ են տանում մեկը մյուսի մասին։ Հայտարարել է Օբաման։ Այս արարողությունը ամենահին ամերիկյան ավանդույթներից է, որն անցկացվում է 94-րդ անգամ։ Եղևնու շուրջ էին հավաքվել հազարավոր մարդիկ, հյուրերի թվում էին քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ։